Աղջիկներ ջան, բարի օր։ Ինչպես եք, լավ եք։ Դե լավ է, որ լավ եք, շատ ուրախ եմ ձեզ համար։ Այստեղ տեսնում եք կադրում դատարկ տարաները, որոնք երևի թե հավաքել են վերջին 10 օրերի ընթացքում։ Սա այն ամենը, ինչը մենք օգտագործել ենք, ովքեր չգիտեն, ես 100% օգտվող եմ ընկերության արդեն 17 տարի։ Եվ այս վիդեոյի ընթացքում ձեզ ցույց եմ տալու, թե ինչ ենք հասցրել սպառել վերջին 10-15 օրերի ընթացքում։ Դե ինչ, մնացեք ինձ հետ, նայենք միասին դատարկ տարաներս։ Եվ լսեք իմ հեղինակավոր կարծիքը պրոդուկտների մասին, որոնք օգտագործել եմ։ Գնացինք։ Կան բաներ, որոնք վերցրել եմ, վերցնում եմ եւ շարունակել եմ վերցնել, քանի որ շատ սիրում եմ։ Իսկ այն ինչ որ ինձ դուր է գալիս, հա, ես մշտապես վերցնում եմ ու դա քննարկման ենթակա չի, չեմ սիրում փոխել։ Իհարկե լինում են փորձարկումներ, բայց եթե ինչ-որ բան հավանել եմ, ուրեմն վերջ։ Ինքը մշտապես պետք է լինի իմ գնումների մեջ։ Եկեք հակիրճ ներկայացնեմ կարծիքս օգտագործումից հետո։ Այս սիրունին դժվար թե հիշեք, քանի որ սա պատվիրել եմ երևի 1 տարի առաջ, անկեղծ եմ ասում, ովքեր չհասկացան, սա աչքերի շուրջ հիդրոգելային պատչեր են, որը շատ հազվադեպ է օգտագործում, պահում է իրանց սառնարանում եւ վերջին նույնիսկ դժբախտ 1 հատիկը մնացել է ջրազրկված վիճակում, քանի որ իր մեջ եղած ամբողջ ջուրը, չգիտեմ, ցնդել եմ։ Բայց շատ լավն է, շատ սիրել եմ ու օգտագործման ընթացքում ինչքան օգտագործել եմ, անդադ կիսվել եմ, անդադ իր մասին ասել եմ, անկեղծ ասած չգիտեմ, հիմա շարքը կա թե չէ, իդեպ շարքը կա, արդյոք հիդրոգելային պատչերը կան թե չէ։ Ամեն դեպքում ձեզ չեմ ասի արտիկուլը, քանի որ այստեղ վրան չկա, երևի տուփի վրա է նշված եղել թղթե, բայց կնայեմ կայքում, եթե լինի, այստեղ կթողնեմ ձեզ համար արտիկուլը, բայց շարքը շատ լավն է, որը ես այդպես էլ չօգտագործեցի, ասում եմ, որ հատկապես տարիքային մաշկի համար ինքը ուղղակի հրաշքներ է գործում, բացից ես շատ գոհ եմ։ Հիմա նորն եմ վերցրել, ինչպես գիտեք, ոսկին, որը դեռ չեմ բացել։ Եվ անցնենք առաջ, ուրեմն Neoserum շարքից այսպիսի աչքերի շուրջ, ինչպես է կոչվում, կոնսիլեր։ Կոնսիլերը կարծում թե միայն աչքերի շուրջ չի, քանի որ ես նաև իրան օգտագործում էի ճակատային հատվածում, մի խոսքով դեմքի տարբեր հատվածներում, ինչպես տեսնում եք ինքը սպառվել է, նման բաներ գիտեք, որ այդքան էլ շատ չեմ օգտագործում, տարված չեմ, բայց շատ էի հավանել այս տարբերակը, մի անգամ փորձել էի մեր միջոցառումներից մեկի ժամանակ ու շատ էի հավանել, եթե միջոցառումը չլիներ, հաստատ չէի փորձի ու չէի իմանա, թե ինքը ինչքան լավ պրոդուկտ է, ընթացքում էլի լավ պրոդուկտներ փորձեցի, որոշեցի վերցնել, բայց այդպես էլ չվերցրեցի, էլի կապված դեմքի մակիաժի հետ, քանի որ բազմաշերտություն դեմքիս վրա չեմ սիրում ու չեմ հանդուրժում։ Ինչևէ, սա շատ հավանել եմ, մինչև վերջերս եմ, որ մի կերպ հանում էի, բայց արդեն վերջն եկել է, հիմա չգիտեմ, էլի կնայեմ պահեստում ինքը շարքը կա թե չէ, կոդը 6711 է, ձեզ չի երևում, բայց ես տեսնում եմ 6711, շատ կհավանեք, ինքը հրաշալի, նույնիսկ տեսեք, հələ քսում է, որ խղճից կորցնեմ, դեռ մի քանի անգամներ կքսեմ, նոր դեն կնետեմ, մինչև նորը կգա, քանի որ նորը չեմ պատվիրել։ Անցնենք առաջ, այստեղ առողջության ապրանքներից դեռևս 1-2 վիդեո առաջ այս սիրուներին տեսակ գնումներից մեջ, իրանք արդեն հաջողությամբ սփառվեցին, 60 եւ 90 կապսուլ են իրենց մեջ պարունակում, երեխաների համար է վերցրել, ինչպես հիշում եք, վիտամին D եւ օմեգա 3 գլիցինով, D3-ը կարելի է 1.5 տարեկանից բարձր երեխաներին, իսկ օմեգա գլիցինով 3 տարեկանից բարձր երեխաների համար, D-ի մեջ 60 պատիճ էր, իսկ օմեգայի մեջ 90, դե սա մշտապես վերցնում եմ, գիտեք, D-ն, օմեգան ինչքան կարևոր են երեխաների եւ ոչ միայն երեխաների, մեզ համար են վերցել, որը շուտով կսպառվի, արդեն երևի մյուս վիդեոներում կտեսնեք իրենց օմեգան եւ D-ն, օմեգան կարելի է մշտապես տալ, քանի որ ինքը ջրալույծ է եւ օրգանիզմը չի կուտակվում, այսինքն օրվա խմածը ինքը ուղղակի յուրացվում է օրգանիզմի կողմից, կուտակումներ հնարավոր չեն եւ բացի այդ այստեղ հիշեցնեմ, որ իրանք տեղահաբեր չեն, իրենք ընդհանրապես բիոլոգիապես ակտիվ հավելումներ են։ 903 D կոդն է 15898 Այս մեկի կոդն է, այս պահին D չեն խմում, բայց վերցել եմ, եթե տեսել եք նախորդ վիդեոն, գնումներից մեջ միշկաներ էի վերցել, չգիտեմ ոնց է կոչվում, էլի վիտամիններով, որի մեջ առկա է նաև D3, հա, մանկական վիտամիններ, որի մեջ D-ն կար, իսկ օմեգան այս անգամ արդեն կշարունակենք ստանալ ժվիցայի միջոցով, էլի գնումներից մեջ երևի թե տեսել եք ժվիցան, բայց բուսական ծագման օմեգաներ են, սա կենդանական ծագման օմեգաներ է պարունակում։
Եվ այսպես, անցնենք առաջ, այս անտիպարազիտար կոմպլեքսը երևի նախորդ գնումներն տեսա, քանի որ մի հատիկ էր մեջը մնացել, ես ամեն դեպքում նկարեցի, բայց այսօր վերջին մի հատիկը այսպես համոզեցի Լևոնը խմեց ու ինքը հայտնվեց այստեղ։ Լավ միջոց է, տարին 1-2 անգամ 15-30 թեկուտը մենք մեծերով խմում ենք պրոֆիլակտիկ նկատառումներով, ոչ մեկ դրանց ապահովագրված չէ եւ այս միջոցները իրանք ունեն շատ օրգանական բաղադրություն, բնական միջոցներից են եւ շատ լավ աշխատում են։ Դեռ փոշին չի սպառվել, բայց տեղափոխվել է ուղղակի իր ամանի մեջ ու այսպես ամանը հայտնվել է դատարկ տարաների մեջ։ Այս փոշին շատ սիրում եմ, պարբերաբար վերցնում եմ։ Ունեմ սիրելիներ, մի քանի սիրելիներ, որոնք այսպես պարբերաբար փոխ վերցնում եմ։ Այս տարբերակը իր մեջ ունի լաքահան միջոց 23 լվացքի համար է նախատեսված։ Ինչպես գիտեք, մեր փոշիները կոնցենտրացված են, այսինքն այսպեսի մեկ տուփը հավասարազոր է 3 կիլոգրամի, բայց 800 գրամ է իր քաշը, արտիկուլը 311 է, թե ինչ-որ մեկին հետաքրքրի, շատ լավն է, մշտապես վերցնում եմ եւ բացի նրանից, որ հոգ է տանում ձեր շոյերի մասին, նաեւ ձեր մեքենայի մասին է հոգ տանում։ Նրանք ովքեր որ չեն ֆիքսել այս պահը։ Մի խոսքով, այս շարքը շատ սիրում եմ, մեր կորեական սույուն շարքն է եւ բարբերաբար տեսնում եք, ես պրոդուկտներ իրանից վերցնում եմ ամանի հեղուկները, վերջինի մեջ նորույթ կար, դա է վերցել եւ էլի ինչ որ հետաքրքիր բաներ ունի, որոնք սիրում եմ ու վերցնում եմ։ Եւ այստեղ վերջացել է իմ ու իդեպ մոռացա պատվիրել, մոռացել եմ որ վերջացել է թակարդ անձեռոցիկներ, հա, այսպիսի մեկ տուփը 20 հատ է պարունակում, ավելացնում եք ընդհանրապես լվացքին, որպեսզի խառը լվացքի դեպքում, հա, որպեսզի շորերն իրար գույն չտան, շատ լավ պաշտպանում է, շատ լավ աշխատում է, շատ սիրում եմ, սա արդեն 3-րդ թե 4-րդ տուփն է եւ էլի կվերցնեմ, վերցել եմ, էլի կվերցնեմ այս շարքից ու մշտապես արդեն ինքը կլինի, արդեն կա, քանի ամիս է արդեն ես իրեն օգտագործում եմ, շատ գոհ եմ, 3844 արտիկուլ է, շատ լավ միջոց է, մի խոսքով խորհուրդ եմ տալիս, եթե չեք փորձել, դուք էլ փորձեք, այստեղ քանի որ տնտեսականով ենք սկսել շարունակենք։ Դե այս սիրունին գիտեք ինչքան եմ գովում, ինչքան եմ փառաբանում, ինքը մշտապես կա իմ լոգասենյակում, ես մշտապես իրեն օգտագործում եմ ամեն ինչի համար եւ շոյերի համար եւ ասեմ որ իդեալական նաեւ մաքրում է բոթասները, հա, սպիտակ հատվածները բոթասների եւ ոչ միայն խոսքով այն ինչ որ պետք է սպիտակեցնել, ասեմ որ ինքը իր մեջ ունի ինչպես է կոչվում քլոր կամ ինչ որ այդպես քայքայող ինչ որ միջոցներ եւ հետեւաբար չի վնասում ու նաև իրանով կարելի է լաքահանել գունավոր շորեր, գույներ էլ չի տանում բացարձակապես, եթե ինչ-որ մեկը իհարկե չգիտենք այնքան պապուլյար է, որ կարծում եմ բոլորդ էլ իրեն ճանաչում եք, արտիկուլը եւս մեկ անգամ ասեն ֆիքսեք 30-151, մեր հայտնի սպրեյը, ունենք նաև այլ տարբերակներ, եւ այս էլ էլի մեր լաքահան միջոցներից է, որը էլի ես շատ սիրում եմ, մշտապես վերցնում եմ, այս տարբերակը ինքը փոշի տարբերակն իհարկե սպառվել է, տեսեք այնտեղ մի փոքր մեջը մնացել է, աննշան, այսպեսի տեսք ունի, գալիս է, առանց այս գթալի է գալիս իդեպ, նախատեսված է սպիտակ լվացքի համար, իրան կարելի է ինչպես ուղակի լաքահանել, հա, շորերը, պարզապես եղբանջրի մեջ մտցնելով, այնպես էլ կարելի է ավելացնել լվացքի մեջ։ Ես սովորաբար իրան ավելացնում եմ սպիտակ շորերը լվանալիս, շատ հավանում եմ գերմանական մեր շարքներ, նույն շարքի փոշին եմ հաճախակի վերցնում, երևի տեսել եք 320 է սրա արտիկուլը, էլի անվտանգ է, ամեն անգամ չմոռանամ հիշեցնել, որ մեր ողջ տնտեսական միջոցները իրենք եւ էկոլոգիապես մաքուր են եւ անվտանգ են, ինչն ամենակարևորն է, իրենց մեջ ոչ մի այսպես գրգռող եւ ինչպես են ասում, մի խոսքով փուֆիկ բաներ չեն պարունակում, քլոր, ֆոսֆատ եւ էլի լիք փուֆիկներ, որոնք կային մեր շուկայի մարկա լվացքի փոշիների ու լաքահանների մեջ մեծամասամբ Սելերի մշտական վերցվող շարքից է վերջացել եւ բնականաբար իրան պետքա նորից պատվիրել։ Այստեղ կադրում տեսնում եք իմ սիրելի շարքերից եւս մեկը սալոնքերը, որը համարյա ամբողջ շարքից օգտվում եմ։ Այստեղ յուղն է, որը սպառվել է, վաղուց է սպառվել, ամանը նոր գտա եւ այնքան վաղուց է սպառվել, որ հասցել եմ երկրորդը վերցնել եւ կեսից ավելին օգտագործել։ Այս անգամ ավելի շուտ սպառվեց, քանի որ ես իրանց հիմնականում քսում էի մազերի ծայրերին, բայց այս անգամ որոշել եմ, ոչ թե որոշել եմ, այլ այդպես էլ անում եմ, քսում եմ նաեւ մազար մատերին եւ ամբողջ մազերի երկայնքով մազերը սնուցելու կատարումով։ Ինքը իր մեջ ունի ամլայ յուղ, բոլոր տիպի մազերի համար է։ Ես միշտ իրան վերցնում եմ, եկեք արտիկուլն էլ ասեմ, եթե
թե ծանոթ չէիք, անպայման ծանոթացեք եւ շարքի հետ, շարքը ընդհանուր շատ լավն է, 72-15 իր շամպուններն են վերցնում, շամպունները առանց սուլֆատի են։ Եվ սպառել ենք այսպիսի ասված մազերի համար նախատեսված այսպիսի մասկա, այստեղ մի փոքր մնացել, ինքը վարդագույն է, շատ լավն է, էլի շատ էի հավանել, այս պահին, քանի որ բալզամ ունեմ, մասկան չեմ վերցրել, բայց էլի կվերցնեմ այս այն պրոդուկտներից է, որ կվերցնեմ, սալոն քերշարքը հիշեցնեմ, որ ինքը սալոնային որակի պրոդուկտներ է ներկայացնում, մազերի խնամքի համար ամեն ինչ կա նախատեսված, խոսացնում եմ, փորձում եմ գտնել արտիկուլը, 82-48, ձեզ չի երևում, 82-48 է կոդը, ում կհետաքրքրի, էլի շատ լավ պրոդուկտ է, առաջին անգամ չէի, որ վերցնել, էլի վերցրել եմ, ու էլի կվերցնեմ, եթե առիթ ընձեռվի։ Իդեպ հաջորդ կատալոգում կտրոններ ունենք ու շատ լավ առիթ է նաև այս տիպի ապրանքներ վերցնելու։ Ես հիմնականում ավելի բարձր գին ունեցող պրոդուկտները վերցնում եմ հենց կտրոնների միջոցով։ Դեռ կհասցնեք կտրոններ հավաքել, քանի որ կատալոգը մինչև հոկտեմբերի 19-ը վիդեո նկարելու պահին ինքը գործելի է։ Եվ այստեղ վերջացել է այս Omo շարքին, երևի տեսակ նախորդ վիդեոյում տեսակ որ գնել էի նորը, սա արդեն սպառվել է, երեխաների համար եմ վերցնում, իսկ այս կաթնաթթուները վերցնում եմ ինձ համար շատ լավն է, իդեպ շարքը ունի տարբեր պրոդուկտներ, հա, ունի դեռահասների համար հատուկ նախատեսված, 50+ կանանց համար նախատեսված հատուկ շարք, ոչ թե շարք, այլ հենց ինձ իմ գել։ Խոսքով շատ լավն է, կեքսանց կոդերն էլ ասեմ 3266 մանկական 9-3+, և կաթնաթթուներով տարբերակը 2033, ինքը իմ օգտագործած բոլոր ինձ ընկերներից լավագույնն է մեր ընկերությունում, ձեռքի կրեմներ, որոնք կիսատ էի մնացել, գարնանն էի օգտագործել, հետո դե ամբրանը չես օգտագործում, այսպես մնացել էին ու այս վերջին շրջանում երբ մի քիչ արդեն ցրտեց, հասցրեցի այս երկուսը սպառել։ Դեպ այս իմ սիրելին է, սա լավն է, ապլիպիխայով է, բայց սա անփոխարինելի է եւ գնումներից մեջ էլ իրան տեսակ, իդեպ այս կատալոգում ինքը գալիս է շատ լավ ակցիա, 13.97, շատ լավ գնով ավելի շուտ։ Մի խոսքով, այսպես անցնենք առաջ, այստեղ տեսնում եք ամանի հեղուկներ, մեկի փոխարեն երկուսը, ովքեր մշտապես հետևում են գիտեն, թե ինչու ենք մենք այդքան շատ ամանի հեղուկներ վերցնում, մեր ամանի հեղուկները 0+ են, և դեպես մի տեսակը ածուխով տարբերակը նաև փուֆի կոտերի դեմ է պայքարում, սող, սխտոր, շձուկ, շատ հեշտ հանում եմ, կոդը 369, իսկ այս մեկինը 3811, իրանք էլ իմ սիրելիներն են, ուրանց հաճախակ եք տեսնում, ես շատ ընդհանրապես սիրում եմ ու ինքը իդեպ դուրս է գալիս արտադրությունից, քանի որ սա հանում եմ 75% զեղչի բաժնից։ Այստեղ տեսնում եք լակրեմ շարքի նոր արդեն փաթեթավորմամբ մինդալը, համինդալով գելը, գիտեք որ, եթե չգիտեք, այնպես եմ խոսում, կարծես թե մշտապես նույն մարդիկ են ինձ նայում, բայց սա իմ ամենասիրելի շարքն է գելերից ու այս գելերից վերցնում եմ միայն այս տեսակը, մեր անձնական օգտագործման համար 35-39, 250 մլ տարբեր հոտերով կան, այս պահին օգտագործում ենք իր օրխիդեան, որ էլի շատ լավն է, դենուշտալ անփոխարինելի է, մշտապես վերցնում ենք ու իրան հաճախակի կտեսնեք։ Եվ լով շարքի շամպունն ենք սպառել, սա աղջիկների համար են վերցնում, սնուցում և վերականգնում, իդեպ ինքների մեջ ունի ոչխարի լանոլին, տեսեք, լանոլինը ոչխարի բրդից են ստանում, որը մազերին յուրահատուկ փափկություն է տալիս, շատ լավ շարք է, շատ հավանում ենք ու աղջիկների մազերին շատ լավ գալիս է, դրա համար վերցնում ենք, հենց հիմա էլ իրա կարծեմ թե մյուս տարբերակն են վերցրել, մոռացած այս արտիկուլն ասել 2731 և քանի որ բավականին մեծ է, շատ լավ գալիս է, աղջիկներից մազերը բավականին երկար է ու երկար նորմալ օգտագործում ենք և այս վերջին պրոդուկտները, սա այսօր վերջին, այսպես իրա բաժակիկը լցրեցի լվացքի մեջ, նորը քանի որ ճանապարհին էր, վերցել եմ այս անգամ սևը կգարթեն գնումների վիդեոյում կտեսնեք, այս արխիդեանը շատ սիրում եմ, 30 լվացքի համար է նախատեսված, շատ հետաքրքիր նոր փավես հոտ ունի, իրան էլ էլի հաճախակի տեսնում եք իմ գնումների մեջ և եթե բախտավիճակում դատարկ տարաների մեջ 3854 է կոդը, ինչ ասեմ, շատ լավն է, իր մեջ առումա կապսուլներ պիտի որ ունենա, եթե չեմ սխալվում, թավանում եմ ու ինքը իմ մշտապես ձեռք բերվող պրոդուկտների շարքին է պատկանում։ Եվ այստեղ մնաց վերջին պրոդուկտը, IDEO-ի այս հոտազերծիչը,
սպրեյ տարբերակով 6800 կոդով, աղջիկների համար է վերցնում, բայց բավականին արագ են իրանք սպառվում, չգիտեմ աղջիկներն են շատ առատորեն փչում թե ինչ, բայց ինձ թվում է ինքը բավականին արագ է սպառվում, եւ այս անգամ վերցրել եմ այլ տարբերակը, բայց սրանից էլ դժգոհ չենք, լավն է, այնպես չի սա առաջինն է, էլի վերցրել ենք, բայց այս անգամ վերցրել եմ այլ տարբերակ, գնումների վիդեոյի մեջ ցույց էի տվել, եթե տեսել եք, տեսնեք ոնց կաշխատի, արդեն կփոխենք, տեսնեք ոնց շատ հաճելի հոտ ունի այս տարբերակը, այն սպիտակը որ վերցրել ենք, դրա հոտը ինձ այնքան էլ դուր չի գալի, բայց աղջիկներին կարծես թե մեկ է։ Մի խոսքով երեխեք ջան, այսքան է, շնորհակալություն որ նայեցիք, լավ եղեք, մաղթում եմ ձեզ լավ գնումներ եւ կհանդիպենք արդեն հաջորդ վիդեոյի ընթացքում, հաջորդ վիդեոն կլինի ստերեոտիպ գնումների, քանի որ սպասում եմ այսօր նոր առաքման, այդքան շատ չեն գնումներ, բայց անպայման գնումների վիդեո ձեզ համար կպատրաստեմ, թե ինչ, լավ եղեք, սիրում եմ բոլորիդ, չմոռանաք միանալ ալիքին, եթե դեռ չեք միացել եւ իմաց տալ, գիտեք թե ինչպես իմաց տալ, եթե հավանեցիք վիդեոն, քանի որ ես այն ինչ անում եմ սիրով, ինձ հաճելի է, հուսամ ձեզ էլ օգտակար։ Լավ եղեք, շնորհակալ եմ բոլորիդ, լավ օր։